Բարև բոլորին։ Այսօր sense մի հատ լավ նորությունով եմ ուզում ձեզ հետ կիսվեմ։ Այսուհետ իմ ալիքում արդեն մեքենաների համեմատությունը ես անելու եմ ուրիշ ձև, այսինքն սա, եթե հիշում եք, հին տարբերակներ, որտեղ ես տարբեր պարամետրեր իրար հետ համեմատում էի, բայց այս ձևով դժվար է լինում տարբեր մեքենաներ իրար հետ համեմատության մեջ տեսնել, այսինքն պետք էր առանձին ամեն մի տեսանյութը բացել, տեսնել թե նախորդ կամ ինչ-որ մի մեքենայի մոտ ինչ ձև էր պարամետրերը համեմատել ու քանի որ ինձ մոտ արդեն սենց հավաքվել է, ես արդեն 21 մեքենայի test drive ունեմ արած ու ինձ մոտ արդեն ինչ-որ ստատիստիկա է հավաքվել, միջև ես չէի կարող ոնց որ ուրիշ ձև անեի ու ոնց արդեն ասացի, քանի որ 21 մեքենայի ստատիստիկա ունեմ, ես փոխել եմ եւ մոտեցումը սարքել եմ այսպես։ Ես առանձնացրել եմ մի քանի պարամետրեր, ստաբիլություն, անցունակություն, փափկություն եւ արագացում։ Եթե ընթացքում տեսնեմ ուրիշ պիտանի ինֆորմացիա էլ կա, դրանք էլ կավելացնեմ։ Ուստեղ ինչպես տեսնում եք, արդեն մեքենաները համեմատության մեջ է։ Օրինակ, ստեղ խոսքը գնում է մեքենաների ստաբիլության մասին, ու ստեղ փակագծում գրել եմ սպորտ, որտեղ ինքը ընդհանուր չի խոսում մեքենայի սպորտայնության մասին, այլ խոսում է կայունության մասին։ Միգուցե ստեղ փոխեմ գրեմ կայունություն, ինչևէ, խոսքը գնում է մեքենայի ճոճի մասին, այսինքն որոշակի արագության կամ բարձր արագության ժամանակ կամ մի քիչ ալիքոտ ճանապարհներին ինչքան է մեքենան ստաբիլ մնում ճանապարհին, այսինքն չի ճոճվում վերև ներքև, աջ ու ձախ։ Ու ինչպես տեսնում ենք, առաջի երկրորդ տեղը մեզ մոտ Տեսլաներն են, պարզ պատճառով, որտեղ իրանք ցածր են, իրանց մարտկոցների ծանրության կենտրոնը ներքև է, ու մեքենաները պահում են ստաբիլ, բայց BMW-ն մեզ մոտ երրորդ տեղն է, ու սենց իրար հետևից կարաք նայեք, թե որ մեքենան որից ավելի ստաբիլ է կամ ավելի լողացող։ Բնականաբար այս ցուցակը շարունակվելու է, ես անիմացիայով իրանց կանեմ, երբ որ շատ մեքենա լինի ու ինչ որ մեքենա լինի, ասենք, չգիտեմ, 20-րդ տեղում։ Ստեղ օրինակ անցունակությունն ենք համեմատելու մեքենաների հետ։ Տվյալ պահին Touareg-ն է մոտ առաջի տեղը, որտեղ ինքը պնևմոյով մինչև 31 սանտիմետր բարձրացնում է իր տակի մասը, դրան գումարած, որ ինքը 4 քաշող է, ունի պանիժայկա, մի խոսքով իրան այս պահի դրությամբ, ինչքան որ մեքենա տեսնել եմ, բնականաբար հետո կարծում եմ կտեսնեմ ավելի լուրջ օֆրոդի մեքենաներ, ու այս ռեյտինգը իմ մոտ փոխվելու է։ Կարևոր հատկություն եմ համարում նաև մեքենայի փափկությունը, որտեղ տենց խոսքով ասեմ, այս մեքենան փափուկ է կամ չոր է, էլի նայելով չեք հասկանա փափուկ է ինչից։ Դրա համար ստեղ էլի սենց իրար հետևից որ շարեմ, լրիվ հասկանալի կլինի, թե որ մեքենան որից փափուկ է կամ չոր է, ինչքան վերև այդքան փափուկ, ինչքան ներքև այդքան չոր։ Ուստեղ Ford Mustang-ից ներքև ամենաներքևները ընդ Տեսլաներն են, երևի 21-րդ տեղը կլինեն։ Ուղղակի հիմա սենց եմ ցույց տալիս, բայց test drive-ի ժամանակ ամբողջ այս ցուցակը ոնց արդեն ասեցի, անիմացիայով շարժվելու է, հենց որ ինչքան մեքենա ես տեսնեմ, բոլորը ստեղ երևալու են։ Դե բնականաբար 0-ից 100-ը, որը շատերին է հետաքրքրում, ստեղ ուղղակի ընդամենը 12 մեքենա է, որը ես անձամբ ստուգել եմ, ու էսի շատ կարևոր նյուանս է, ես ոչ թե վերցնելու եմ անձնագրային տվյալը, թե ինչքան է տված այդ մեքենային, այլ ռեալ մեր Հայաստանի պայմաններում, Հայաստանի ճանապարհների վրա ինչքան են իրանք գնում, որտեղ այն ինչը տված է անձնագրային տվյալներում ու այն ինչը մեքենան իրականում գնում է, դրանք շատ իրարից տարբեր են։ Ասեմ ավելին, որ մեքենան իր գործարանային տվյալը ցույց է տալիս, թե կողքը սենց պտիշկա եմ դնելու, որ հասկանանք ինքը իր նորմատիվը կատարել է, այսպես ասած, իսկ որի կողքը պտիշկա չկա, բնականաբար իրանք ավելի դանդաղ են գնում, քան ի սկզբանե պետքա գնային գործարանային տվյալներով։ Հա, այդ ամեն ինչը չափելու եմ դրագիով, պրոֆեսիոնալ սարքով ու ապահով տեղ։ Ինչևէ, եթե պատահական եք հանդիպել այս վիդեոին, անպայման գրանցվեք իմ YouTube-յան էջին, ստեղ ինձ մոտ լիքը test drive-եր կան, օգտակար խորհուրդներ կան, իսկ ես ձեզ մաղթում եմ անփորձանք երթևեկություն, առայժմ։